Մենք շատ ենք գնացել էքսկուրսիաներ։ Երևի Հայաստանում այդպիսի տեղ չկա, որ մենք գնացած չլինենք։ Մի ժպտում էր, իր անունը Ժպտերեսիկ էր։ Մենք շատ էինք ուզում, որ ինքը Արցախում ծառայի, նաև ինքն էր շատ ուզում, որ պայման Արցախում լինի ծառայությունը, բայց դե ասում ենք Աստված ոնց կկամենա, թող այդպես շարունակվի։ Տիգրանը դե արդեն զորակոչի օրնա գնացել ենք այդ թուղթը այսպես որ քաշվեն որտեղ պետք է անգնի, մի անգամից քաշեց Արցախ, որ ասեցին Արցախի հանրապետություն ոնց որ աշխարհը իմլներ, այն ծնողներն ասում են, ես գժվել այն չեր անում այս մարդը ստեղ։ Տիգրանը Արցախում է ծնվել, այստեղ չի ծնվել։ Աշկալուսանք տվեցին, որտեղ է ծնվել։ Մի անգամից ոտերս տակս երերած ուրախությունից չգիտեի ինչ անեի, ուղղակի ուզում էի գոռայի բան։ Ինքը ճարտարում էր, ես Ստեփանակերտում էի։ Այդ ժամանակ կինս սովորում էր, մենք այնտեղ վարձով ապրում էինք։ Վարկյանական տաքսի վարձեցի ու ես եկա ճարտար։ Տարի հետո արդեն տեղափոխվել ենք Երևան, ու մանկությունը, պատանեկությունը Երևանում արդեն։ Սևուկ աչիկներով, գանգուր մազերով, ժպտուն աչքերով երեխա էր։ Կոկիկ հագնված, այստեղ էլ նույնիսկ բաբուչկա ուներ ինքը։ Այդքան այստեղ ուշադիր չէի, որ ինքը ինչքան շատ է անգամ էլեկտրոնային տարբերակով կարդում, բայց որ գնաց արդեն զորամասից գրքեր էր ուզում ուղարկում էի, տեսնում էի, որ ավելի այնտեղ շարունակական է, էլի ավելի սկսե շատ կարդալ։ Մենք շատ ենք գնացել էքսկուրսիաներ։ Երևի Հայաստանում այդպիսի տեղ չկա, որ մենք գնացած չլինենք։ Մի ժպտում էր, իր անունը Ժպտերեսիկ էր։ Մենք շատ էինք ուզում, որ ինքը Արցախում ծառայի, նաև ինքն էր շատ ուզում, որ պայման Արցախում լինի ծառայությունը, բայց դե ասում ենք Աստված ոնց կկամենա, թող այդպես շարունակվի։ Տիգրանը դե արդեն զորակոչի օրնա գնացել ենք այդ թուղթը այսպես որ քաշվեն որտեղ պետք է անգնի, մի անգամից քաշեց Արցախ, որ ասեցին Արցախի հանրապետություն ոնց որ աշխարհը իմլներ, այն ծնողներն ասում են, ես գժվել այն չեր անում այս մարդը ստեղ։ Մենք շատ ուրախացանք ու հետո տարան Արցախ, Արցախում էլ այնտեղ են որոշում որտեղ որոշեցին ինքը էլի այդ թղթի միջոցով, այսպես ասած, որոշեցին ինքը գավ Մարտունի 3, Մարտունի 3-ը այնտեղ տան, որտեղ Տիգրանը իր ամբողջ մանկությունը, ամառային ամբողջ արձակուրդը այդտեղ անցկացրել, որտեղ իր տատիկ պապիկը հենց Մարտունիում են ճարտարում են ապրել։ Ու 6 օրը զանգում այնց ասում անգել ենք Մարտունի 3, պապա, այդ ինչ բան է, այդ ինչ։ Ասում եմ, ցավոտ է Մարտունի 3-ը որտեղ որ ծնվել ես, այդտեղ է։ Մի այլ ուրախություն է, որ ասում եմ աշխարհը իմս է բան։ Անմիջապես Վաշտի հրամանատարը, որ իր կողքն հաղել անձամբ մենք են գնացել գտել, իր կողքին զոհված էր։ Այնպես եմ անում ես, որ ընկնի Գևորգյան Գևորգներ Վաշտի հրամանատարը, ընկնի Գևորգի մոտ երեխեն։ Պատերազմը որ սկսել էր, արդեն որ սկսել էր, ես էլ Աստծուն ամեն ինչ աղոթում էի, որ ոչ մի բան պատերազմ չլինի, զոհեր չլինեն, բոլորի համար էի աղոթում, դե իհարկե որպես մայր Տիգրանիս համար շատ էի աղոթում։ Հոկտեմբերի 7-ն էր զանգեցի, ասեց ինչ կա Տիգ ջան, ասեց պապ ջան, սաղ տոշնի է, հենց սաղ տոշնի է բառացի, թուրքի պապիրոսով կոֆե եմ անում։ Հետո եմ ես իմանում, ես էլ ասում եմ, ինչ թուրքի պապիրոս, ինչ բան էլ է, հետո է պարզվում, որ դիվերսիոն գործողություն են կատարել տղերքը, բավականին կարևորագույն դիրքեր գրավել, ունդեղ այդ թուրքերի պապիրոսները վեկալած երեխեքը ծխում էին։ Ասեցի, sense մի հատ արտահայտեցի, Տիգ ջան, հետ հնարավորություն ունեմ, կարամ գամ քեզ բերեմ։ Ասեց, չէ, ես քեզ բերեմ, ասեցի, դե լավ, ասեցի, ասեցի, դե լավ, ասեցի, 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 ասեցի,
Գիտեք ինչ ասացած, բաբջան, հո դու չես գժվել։ Տղեկին թողել եմ ստե, ես գամ տեղ։ Ասեց այդ բանը մտքիցդ հանի էլի։ Դες բան չկա, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ տեղով գնում է, հանգիստ եղեք, ստե ոչ մի վտանգավոր բան չկար։ Հոկտեմբերի 10-ին զանգեց, բոլորի հետ խոսած, մի քիչ երկար խոսած։ Դե ես արդեն 10 օրը, 10-13 օրը շատ անհանգիստ էինք, բայց այդ օրը մի տեսակ իմ մոտ էլ հանգստություն եղավ։ Հետո պետք է իմանայի, որ բոլոր վաշտի տղաները զանգել են ծնողներին, բոլորն ասել են, որ մեզ տեղափոխում են, բայց ինքը չի ասել, որ մեզ տեղափոխում են ուրիշ տեղ։ Իրա վաշտի հրամանատարի հետ խոսացի անմիջապես։ Լուսահոգի Գևորգի հետ խոսացի։ Ժամը 11-ի կողմերն էր, հոկտեմբերի 10-ին։ Ասեց տոնո հադրութը վերցրել, ասեցի ոնց հադրութը վերցրել են աղբեր, ասեց աղբեր, ես ով լակո չեմ խափում, քեզ աղբեր հադրութը մերը չի։ Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 11 զինծառայողի անուն։ Ամբողջ 44 օրյա պատերազմի ընթացքում նստած հերոստատուի դեմը նայում է։ Ես գիտեի, որ Տիգրանն ու Երիցան Խաչատուրն էին մենակ Արցախում։ Նայում ենք, հանկարծ իրենց անունը չլներ զոհվածների ցուցակում։ Կապը կտրվեց, դե մենք Տիգրանին 2 ամիս ման ենք եկել, ոչ մի կապ չի եղել, այսպես ասած մնացել են թշնամու, ոչ թե թշնամու հադրութում են մնացել, բայց հադրութն է եղել թշնամու վերահսկողության տակ, այսպես ասած, 2 ամիս հետո ամուսինս գնաց Արցախ խաղաղապահ զորքի հետ, հրամանատարությունը ասել էր, որտեղ է վերջի իրանց կռիվ է եղել, այսպես ասած բոյը, հենց մտան առաջին Տիգրանին էլ գտան։ Մենք են գնացել այն ժամանակվա Ռուստամ Մուրատով, այդ խաղաղապահ զորքերի հրամանատարի, ոտերը պաչել, ձեռքերը պաչել, որ թողեք մենք գնանք մեր երեխեքին գտնենք։ Էլի մեզ բավականին օգնություն ա ցույց տվել այդ ժամանակ, այն ժամանակվա մեր Արցախի այնի նախարարը Սարգսյան Կարենը միջամտել է, ինքն էլ ա խնդրել Մուրատովին, ծնողներով բանով գնացել ենք, մեր երեխեքին գտել բերել 45-50-52 օր հետո։ Հետո որ պետք է իրանց գտնեին, ահագին վիրակապված տղաներ են եղել, իրանց վաշտից էլի, արդեն դե իհարկե ոչ մեկ չկար որ պատմի, բայց վիրակապված տղեկ եղել են, որ փաստում է, որ Տիգրանը դե հասցրել է անգամ օգնություն ցույց տալ էլի այս կռվի պահին։ Անգրագետ փնթի հրամանատարի արդյունքն ասա, որ այսքան էս ոսկի սերուսկը մենք տարանք դրեցինք հողը, ոչ մեկը իր տեղում չի եղել։ Նպատակներ էր դրել, որ 25 թվին ինքը պետք է արդեն ավարտած լինի, այսքան գիրք կարդացած լինի, անգամ գրքերն են նշել, ինչքան ժամանակով է պատրաստվում իր ժամանակը տրամադրել դրան, հա, հուշեր ուներ, տենց գրում էր։ Գրած էր ավելի ճիշտ ապագայի մասին, իր մասին, ոչ թե կռվի եւ այլը, դա անգամ միջև գնալն է, միջև բանակ գնալն է դրանք թղթին հանձնած։ Միշա։ Իմ մանկությունն էլ անցել է պատերազմի 90-ականների թոհուբոհով, ես էլ դե Արցախում եմ ծնվել մեծացել, ես էլ այդ ամեն ինչ միջով անցել եմ, ժամանակին ես էլ այսպես ասած տեսել եմ կռվի աչքերը, ասում էի, բայց հետաքրքիր է, չէ, ես պիտի գրեմ էլի, քանի հիշում եմ գրեմ, հետո տենց անցավ ժամանակ, եկավ այս դաժան օրերը, որոշեցի այդպես, ինքը գիրքը մենակ Տիգրանի մասին չի, գիրքը ընդհանուր մեր այս ինչի մեջ հայտնվել ենք, անցնում ենք, գնում ենք դեռ այդ ամեն ինչի մասին է Տիգրանն էլ այսպես ասած գլխավոր դերում։
Տիգրանի մեդալներն ա, որոնք հետմահու է ստացել մարտական խաչ 2-րդ աստիճանի Արցախի նախագահի կողմից ամբողջ վաշնապարգևադրված այս մեդալով, որովհետև իրանք կարող էին անգամ գերի հանձնվել, որովհետև հետո պետք է իմանանք, որ հրամանատարը կապա հաստատել, այս էլ է կարևոր, ինքը ասել է դուք պես չեք կարող օգնեք, մենք կամ պետք է մինչև վերջին կաթիլը կռվենք, կամ պետք է հանձնվենք։ Դե իհարկե իրանց հրամանատարը որոշումը այդպես է կայացրել, որ պետք է մինչև վերջ։ Սա էլի արության մեդալը ստացել է էլի հետմահու։ Ես հենց Աստծուն խոստացա, ասում եմ, եթե Տիգրանը գա, ես բալիկ եմ ունենալու, կապ չունի, էլի, ոնց է, մենակ Տիգրանը գա եւ այլ։ Այդպես հետո դե որ Տիգրանը չեկավ, ես էլ իմ խոստումս պահեցի, ունեցա բալիկ, շատ բան փոխեց, շատ փոխեց, շատ լուսավորեց մեր կյանքը, այսպես ասած մեր ընտանիքի փրկությունը։ Բայց դե բոլոր երեխաները մնում են իրենց տեղում, իրանց այսպես ասած Տիգրանա, Լուսիա եւ այլը։ Այսօր էլ իրանք աչեցին, չգիտեմ ինչքան բան։ Լուսի, մայրիկ, քո հաչելա, ես տեսնում եմ երազում։ Բառած չեմ կարող դա ասեմ, եթե այս աղջիկը չլիներ, ոչ ավել, ոչ պակաս, ես գժանոցում կլինեի։ Նույնիսկ հոգեբաններ եկան, ուզում են ինձ տանեին գժանոց, ես պարկեի։ Այս աղջիկը 360 ճիշտ է, ցավը սրտիս մեջ է, ցմահ, բայց այս աղջիկը 360 աստիճանի տակ իմ կյանքը փոխեց։ Զբաղվում եմ, պատկերացրեք, դեմքով էլ է շատ նման Տիգրանից, միտեղ ոնց որ կարոտ առնեմ, հետո ապրում ենք։ Երկինք, միջարարա, կարոտ սիրտս, հովացրա, Որդիս, եղբայրս, Տիգրանս անգին, ահա քո մասին խորհում եմ կրկին, ես իմ գործերով, հոգսերով տարված, իսկ դու մայր հողում իմ համար ննջած, դու գնացել ես, որ ինձ պաշտպանես, դու գնացել ես մայր հողը պահես, վահան ես կանգնել ամբողջ հայազգիս, ես խոնարհվում եմ քո առաջ, դու պատվական ես, դու մեկն ես անգին, հզոր արծիվ ես նստած լեռներին, մեզանից հեռու, բայց եւ շատ մոտիկ, խաղաղ երկնքում հովանող ամպիկ, քո անունը միշտ վառ պիտի մնա եւ հզոր գործդ պիտի հավերժանա, այն պիտի իմանա ամեն հայ մանուկ եւ պիտի փոխանցի սերնդես սերունդ, քեզ երբեք չտեսած, բայց քեզ շատ սիրող մերին է։ Ես ուրախ եմ, որ ես դաստիարակել եմ Տիգրանի նման ազգային, բարձր գիտակցություն ունեցող սերունդ։ Հավատացած եմ, որ այդ սերունդը հենց նոր պետք է թույլ չտա, որ թուրք վիժվածքը մտնի մեր երկիր։